Ապրիլ-մայիս ամիսներից սկսած Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր վարկանիշը այնքան ցածր է, որ եթե նա երկրում տոտալիտար համակարգ չստեղծի, 2026-ին չի կարողանում լուծել իր վերարտադրության հարցը։ Եվ ապրիլ-մայիս ամիսներից սկսած այդ տրամաբանության մեջ են իր բոլոր ներքաղաքական ձեռնարկումները։ Եկեղեցու պայքար, իսկ նա եկեղեցին համարում է դիմադրության շատ լուրջ կենտրոն, հայտնի գործարար բարերարի կալանավորում, լրագրողների կալանավորում, լրատվամիջոցների դեմ սկսված կամպանիա, այլ քաղաքական գործիչների կալանավորում, սրբազանների կալանավորում եւ այլն, այս շատ լայն բազմաշերտ, բազմավորորդ ռեպրեսիաների հետ գործ ունենք, սա դիսկրետ անջատ վերցրած դեպքեր չեն, հա։